Տիկին Հովսեփյան, ես ձեզ այլ հարց ունեի, բայց ձեր շեշտադրումներից հարց առաջացավ, դուք ասում եք հակադրությունների վրա պետք չէ կառուցել եւ ես ձեզ հետ համամիտ եմ։ Բայց ստացվել է այնպես, որ թե ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն մակցային միություններ են եւ վստահաբար ընտրության պահ լինելու է։ Երբ որ մենք խոսում ենք, որ մի կենտրոնի հետ առևտուրը շատ է, միգուցե որովհետեւ այդ կենտրոնի հետ կա նաեւ մակցային միության բերումով հարմար ավելի նպատակահարմար միջավայր տնտեսվարողի համար։ Եվ այստեղ որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախկինում հավակնող տեխնացու, հիմա հավանաբար այդ հանձնաժողովի անդամ, ինչ եք կարծում, այս դիվերսիֆիկացիայի հարցը չպետք է լուծվի DCFTA-ով, ազատ առևտրի պայմանագրով, սա մեկ, եւ երկրորդը Տիկին Հովսեփյան, ես նկատեցի, որ դուք ջեպազրույցի ընթացքում ասում եք, որ հույս ունեք, որ ԿՊ-ն ձեզ չի ընտրի, ես նկատեցի, որ նաեւ վերևի շարքում նստած ձեր պատգամավորներից մեկը նույնիսկ ձեզ շնորհավորեց այդ առիթով, որ ձեզ ԿՊ-ն չի ընտրել, դուք գոհ եք կադրերից երևում է, այդ ինչ վատ տեղ է, որ դուք չեք ուզել նախագահել, իսկ օրինակ Հարություն Հարությունյանին ըստ էության փուրն եք տալիս։ Չգիտեմ փուրը տալ խոսքերը ինչքանով են ինչքանով է ենթամշակույթի հատկապես կանանց իրավունքների եվրոպական արժեքների դատավորը սպասեք ներողություն Տիկին Ղազարյան ինձ կլսեք Տիկին Ղազարյան ես ձեզ հորդորում եմ նման արտահայտություն այլևս չանել Որովհետև խնդրում եմ լռություն, պարոն Խաչատրյան։ Հա, դուք աղմկում եք, խնդրում եմ լռություն, ապահովեք։ Տիկին Ղազարյան, ես առաջարկում եմ, պարոն Վարդևյան, կթողեք ես վարեմ նիստը։ Ես առաջարկում եմ այդ արտահայտությունը հնարավորինս խուսափել օգտագործել այս դահլիճում։ Համեցեք։ Վերջից կամ վերջի հարցը շատ ավելի հեշտ էր, որ ես ասեցի հույս ունեմ, որ չեմ ընտրվելու, բայց մոռացակ վերջին նաև այդ նախադասության վերջին մասը ասել, որ օրվա քննարկումներից ելնելով եմ ես այդ հույսը հայտնել, այն այդ հարցադրումների հետևանքով եմ ես այդ հույսը հայտնել, որովհետև ակնհայտ էր, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների հարցադրումները այդքան էլ եվրոինտեգրման մասին չէին, այլ հարցերի էին վերաբերում եւ հետեւաբար ես լիովին իրավունք ունեի ասելու, որ ես հույս ունեմ, որ չեմ ընտրվելու, դա հենց կոնկրետ այդ օրվա հետևանքով արդյունքում իմ արված ցանկություններ այդ մասով հստակեցում մտցնելու ինչ վերաբերում է DCFTA-ին, ապա տեսեք Ես շատ կողմնակից կլինեի, եթե մենք սրա մասին ունենայինք հստակ քննարկումներ, եթե օրինակ SEPA-ի առնվազն 50%-ը մենք իրականացրած լինեինք։ Այսօրվա դրությամբ, այսօրվա մոտավորապես 50%-ն է հիմա։ Հիմա մոտ դեռևս, այսինքն 2017 թվականից ստորագրված մի պայմանագրի իմպլեմենտացիան, մինչ օրս այսօր մենք արդեն 2026 թիվն ենք, եւ սա իրականում միայն ձեր իշխանությանը չի հասնում, դա էլ ասենք, հա, արդարության որ իմպլեմենտացիան արագ չի իրականացվել, իրատեմպերը այդքան գոհացուցիչ չէին, եթե մենք ամբողջովին իրականացնենք SEPA-ն, հա, այն ժամանակ մենք կգանք արդեն, որտեղ դրա մի հատ բարձ լեզվով ասած, մի հատ ավելի բարձր մակարդակն է գալիս բանը DCFTA-ին։ Հետևաբար ես կարծում եմ, մինչև որ մենք չենք իրականացնում SEPA-ի լիարժեք այդ փաստաթուղթը, որը որ տալիս է մեզ բազմաթիվ լծակներ, բազմաթիվ բարեփոխումների լայն դաշտ, այդ ժամանակ քննարկելուց հետո կարող ենք հասկանալ մյուս մեր էտապը։ Պատասխանել եմ սա հարցերին, երևի։ Արձագանք։ Ես խոստանում եմ հետագայում հայոց լեզվի դասեր տալ պարոն Քոչարյան հատկապես ձեզ եւ հատկապես այն մասով թե որոնք են քրեական ենթամշակույթի վերաբերյալ եւ որոնք ոչ խոստանում եմ ես շատ գոհունակությամբ եմ նկատել որ ձեր հայրիկը հայրմերը հայերենով սովորել է մենք էլ խոստանում եմ գալիք 5 տարիների ընթացքում ձեզ հայոց լեզվի դասեր կհասցնենք տալ ինչ վերաբերում է ժողովրդավարություն եւ ֆեմինիզմին Տիկին Հովսեփյան ինձ դրա մասին ասելն ավելորդ է եւ այդ ամբիոնում եւ որ դուք հայտնվում եք դուք դադարում եք լինել կին կամ տղամարդ պատգամավոր դուք քաղաքական գործիչ եք եւ պետք է կարողանաք դա տարբերակել դա երկուս երրորդը որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի պոտենցիալ տեխնացու լավ կլիներ որ իմանայիք որ SEPA-ն եւ DCFTA-ը իրար չբացառող այ փոխ լրացնող գործընթացներ են եւ պարտադիր չէ սпасել որպեսզի SEPA-ի
Իդեպ 60-ից 70%-ը իրականացած լինելու պարագայում արդեն բանակցեր DCFTA-ին, ինձ հարկավոր է ձեզնից կոնկրետ պատասխան, ինչպիսի դիրքորոշում դուք ունեք DCFTA-ի վերաբերալ, ոչ թե SEPA-ի կիրարկումը, որի իդեպ, որի ապահովումը մինչև 26 թվական տեղի կունենա ըստ ճանապարհային քարտեզի։ Իմ խոսքում ընդհանրապես չկար այն երանգը, որ դրանք իրար հակասող էին։ Ես մեր տարբերակը առաջարկեցի, որ պետք է SEPA-ն մի հատ լիարժեք իրականացնենք, հասկանանք ինչն է բաց, ինչն է որտեղ կա աշխատանքի ավելի մեծ դաշտ, դրանից հետո ելնենք հասկանանք DCFTA-ի հետ կապված ինչ ունենք անելու։ Ընդհանրապես հակադրության մասին խոսք չկար իմ խոսքում, ձեր ընկալումը սխալ էր եւ նաեւ սխալ է օրինակ իմ կարծիքով այն, որ եթե մենք այստեղ ենք, մենք տարբերակում չենք դնում կինը թե տղամարդ է կանգնած, ամեն դեպքում ես շատ ուրախ եմ, որ մեր ֆրակցիայում միշտ կա այդ տարբերակումը կինը թե տղամարդը իր դիմաց կանգնած խոսք ունենում կամ շփումների մեջ եւ երրորդ ի տարբերություն ձեզ ճիշտ ասած, պարոն Քոչարյան, ես չեմ կարողանալու միանալ այդ դասընթացներին, որը որ պատրաստվում է Տիկին Սոնա Ղազարյանը իրականացնել, որովհետև ինքս չեմ տիրապետում քրեական ենթամշակույթի բառամթերքին, ինչպես որ դուք եք տիրապետում, այնպես որ այդ դասընթացին չեմ կարողանալու մասնակցել, որովհետև այդ պոտենցիալը չունեմ։